Երեք թուրքական դատարանը որպես խափանման միջոց կալանք է սահմանել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքերիմ Իմամօղլուի նկատմամբ։ Նրան արդեն բանտ են տեղափոխել, իսկ երկրի ազգային ոստիկանությունը կասեցրել է նրա քաղաքապետի լիազորությունները։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նույն օրն ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պրայմերիզում հանրապետության նախագահի միակ թեկնածու է առաջադրվել Իմամօղլուն։ Վերջին տվյալներով Իմամօղլուն ավելի քան 15 միլիոն ձայն է հավաքել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրություններում։ ԺՀԿ առաջնորդ Օզգուր Օզելը երեկ Ստամբուլում կայացած հանրահավաքում ասել է, որ կուսակցության համակիրները վաղվանից ամեն օր հրապարակներում են լինելու։ Թուրք փոփ-աստղ Թարքանն աջակցել է Իմամօղլուի կողմնակիցներին, ովքեր ցույց են անցկացնում թուրքական քաղաքների փողոցներում։ Թուրքագետ Նելի Մինասյանին հարցրին հնարավոր է, որ Թուրքիայում ցույցերը համաժողովրդական բնույթ ստանան։ Գիտեք, ես նախ կասեի, որ արդեն դա համաժողովրդական բնույթ ըստ էության ստացել է, որովհետև այնտեղ եւ նաեւ որոշ կուսակցություններ են միացել հանրապետական ժողովրդական կուսակցությանը եւ նաեւ առանձին անհատներ, թե քաղաքական գործիչներ, թե մշակութային գործիչներ եւ այլն։ Եվ նաեւ դատելով նրանից, որ ըստ էության գրեթե ամբողջ երկրի տարածքում այդ ցույցերը տարածված են, հատկապես վերջին 2 օրը։ Այնտեղ միայն արևելյան մի քանի հատվածներ, որ այս պահի դրությամբ ամենայն դեպս այս տեղեկություններ չկա, որ կա ցույցերի եղել են։ Օրինակ Վան, Էրզրում, բայց տեսեք Դիարբեքիր, Արդվին, այդ տարածքներում անգամ եղել է, Հարավում են եղել ցույցեր։ Այսինքն ինչ-որ առումով արդեն բավականին մեծ ծավալների մասին է խոսքը եւ արդյոք դա հետագայում ավելի կխորանա, ավելի այսպես համընդգրկուն ուրեմն բնույթ կստանա, իմ կարծիքով կապված կլինի առաջին հերթին, թե այս 1-2 օրերի ընթացքում բնակչությունը ինչ տրամադրվածությամբ կշարունակի։ Հնարավոր է իշխանափոխություն տեղի ունենան, այսինքն նույն սցենարը ինչ տեղ ունեցավ Հայաստանում։ Իմ կարծիքով շատ վաղ է այդպիսի սցենար քննարկելու համար։ Նշենք, որ բողոքի ցույցերը շարունակվում են Ստամբուլում, Իզմիրում, Անտալիայում եւ այլ քաղաքներում։ ԶԼՄ-ների տեղեկություններով ոստիկանությունը ցրում է ցուցարարներին։